Անկերներ, հարգելի հետևորդներ, բարի երեկո։ Ինչպես ասում եմ, ես որ այտենց մի հատ տեղ գտնում եմ, էլի, բան նկարելու, թեմա նկարելու, այս անգամ էլ իմ ընկեր Արմանի հետ եմ գալիս ցան Մարտունի խոշորացված համայնքից, իմ ընկերն է, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, մի խոսքով լավ մարդ, լավ տղա, հայ տղա։ Ուզում եմ էլի հերթական բանի մասին խոսենք, այն ինչը որ կատարվեց, այն ինչը որ եղավ վերջի շրջանում հունիսի 7-ից հետո։ Այսինքն պարզ էր, որ Նիկոլենք բոլոր հնարավոր տարբերակներով Արման ջան փորձելու էին ստանալ այն արդյունքը, ինչի որ գնացին։ Մատ կուզենամ քո կարծիքը լսեմ այս ամեն ինչի մասին, որ դու էլ ասես, լավ Մարտունից ավելի շատ տեղյակ ես, թե ինչի sense դարձավ, ինչի sense եղավ եւ ընդհանրապես արդյոք մեր համար սпасելի էր այս վիճակը թե ոչ։ Նախ առաջինը բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, բարև հայ ջան, շնորհակալ եմ հրավերի համար, իսկ անդրադառնանք թե ինչու այսպես եղավ եւ ինչ եղավ, հա։ Նախ առաջինը կուզենայի սկսել նրանից, որ ռեպրեսիաների մեջ պահեցին մեր ժողովրդին, բոլորին։ Դա գիտեմ։ Ձերբակալությունները, ձայնագրությունները, որոնք անհիմք էին։ Ձայնագրությունների անվերջ դերն եմ սերիալ, ամեն օր նա սերիալի պես չկա նման կուսակից, որը այդ թեմայով փակված է եւ դուրս չեն թողել։ Ամեն օր դուրս են գա, ամեն օր, եթե հիմքը ունեցել են իրանք, ապա այդ դեպքում ինչու է նրանք։ Արման ջան, իմ մոտ ավելի շատ տպավորություն էր, ոնց որ ուզենային ինչ-որ մարդկանց հանային խաղից, որ իրանք սվաբոդնի անային են, ինչ ուզում էին։ Չէ, իմ կարծիքով հենց վախի մթնոլորտն էր, որը իրանք ստեղծում էին մեր հայրենակիցների մոտ, հա, վախեցնելով, այդ վախի մթնոլորտը ստեղծելով, դաժե ես ձեւ ասեմ, հա, լրության օրը իրանք բոլոր մեր գրասենյակներից մեր վստահված անձանց դու մի մոռացի, որ ես Ուժեղ Հայաստանի թիմի մեդիա պատասխանատուն էի Արագի մարզում։ Ես ասում եմ դա ինչ համար, որ մեր հայրենակիցները իմանան, որ մի օր առաջ ձերբակալել են համարյա թե բոլոր գրասենյակների աշխատողներին, մեր վստահված անձանց, ովքեր մյուս օրը պետք է լինեին ընտրատեղամասերում, հա, ովքեր պետք է ասկեին process-ը։ Անկամ քեզ մոտ բան պատմեմ, հարգելի հայրենակիցներ, դուք էլ լսեք, անգամ Արտաշատ համայնքից անց ցիվիլ մարդու բռնեցին վստահված անձ, տարան 72 ժամ պահեցին ձերբակալվածների պահման վայրում, հետո բաց թողեցին, տակը բան չկար։ Հենց որ նայում եմ, չէ, ովքեր էլ որ կային անգամ այդ ձայնագրությունների հեղեղը, որ կազմակերպել էր հակակոռուպցիոն կոմիտեն, անգամ այդ ժամանակ բան չկար տակը։ Իսկ Մարտունիում ոնց էր վիճակը, հիմա դու Մարտունիից պատմել, ինձ ավելի շատ լոկալ բանն է, հետաքրքիր Մարտունու վիճակը հենց այդ վախի մթնոլորտն է, որը գրեթե բոլոր մարզերում ազդել ժողովրդի վրա, որովհետև նայեք, համարյա թե բոլոր ընտրամասերում գյուղապետերը, իրանց վստահած անձիկ, նրանք ուղեկցել են մարդկանց, նրանք ներկայ են եղել, որոնք իրավունք չեն ունեցել գտնվել այդ վայրում, հա, վստահված անձիկ չեն։ Իրանք մարդկանց դիմավորել են եւ ուղեկցել են։ Դաժե մեր գյուղերից մեկում հարձակվել են մեր հայրենակիցի վրա, ծեծի ենթարկել, բայց այդ ժամանակահատվածում ներսում ինչ է կատարվել, դա էլ պարզ չի։ Նույն խնդիրները զորամասերի հետ կապված, հա, որը ժամը 8-ից հետո բերել են Սոտկում եւ մնացած Մեղրիում կարծեմ, հա, եւ հարյուրավոր զինվորներ են եկել, հա, ուղեկցված։ Դե հա տեսել եմ, այդ կադրերը կար, Սովետաշենի զորամասի ժողովուրդներն են, տենց Նուբարաշեն ավելի ճիշտ sense ասեմ, հին մարդ եմ էլի ասում Սովետաշեն։ Արման ջան, լավ, հիմա այն փուլի մեջ ենք, որ չենք հասկանում ինչ է կատարվելու։ Այսինքն վաղը պետք է ԿՀ-ն հրապարակի վերջնական արդյունքները ինչ դարձավ, ԲՀԿ-ին դե բոլորս գիտենք հիմա փորձում են ամեն կերպ նենց անեն, որպեսզի ԲՀԿ-ին հանեն պարլամենտ մտնելու հնարավորությունից, բայց այն որ ԲՀԿ-ն օդի ջրի պես անհրաժեշտ է ընդդիմադիր հանրությանը առհասարակ որպես այդպիսին խմբակցություն, որ երեք ընդդիմադիր ուժ ձևավորվի պարլամենտում, ինչ խոսք ԿՊ-ի կառավարման աթոռներից 3-ի ոտը ջարդված է լինում։ Այսինքն մատ այս մասով ինչ կասես։ Մինչև այդ մասին անդրադառնալ, հա, կուզենայի նշեինք հենց առաջինը Նիկոլ Փաշինյանի ժամը 2-ի գիշերվա հայտարարությունը, հա, այդ հայտարարությունը եւս մի տեխնոլոգիա էր, որը իրանք փորձեցին էլի մեր հայրենակիցների վրա ազդել, որովհետեւ ասես մի հատ նկարը պատկերացնենք, նստած տեղամասում հաշիվներ են անում, ձայներ են հաշվում, մեր ներկայացուցիչներն են, մնացած ուժերի ԿՊ-ի ներկայացուցիչները, այդ պահին Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ մենք հաղթել ենք։
Դու պատկերացնում ես այդ Դա նկարը։ աբսուրդի ժանրից էր։ Լավ, մենք հասկանում ենք, որ մեզ են հաղթել։ ԿՊ-ի ներկայացուցիչները այդ պահին չգիտեն ինչ անեն։ Իրանք ասում են, մեր աշխատանքը ինչ էր պետք։ Մենք հիմա նստած չարչարում ենք, բայց հաղթել ենք։ Այնա հաղթել էինք այն գլխից։ Դե հիմա իրանց պայլաձևը սենց եմ մտածում։ Իրանք անգամ կարեն ընտրություններ չանային, հետո այն որ ասում է որ չիլնի, Չիլնի։ լավ, Ու իմ կարծիքով, հա, քանի որ բոլոր մարզերի ոստիկանները այդ ժամին արդեն Երևանում էին գտնվում, հա, այսօր իշխանությունների կողմից իմ կարծիքով ասենց քաղաքական առումով ոնց որ ասենց միներ էին դրած, հա, եւ սադրում էին, անում էին ամեն ինչ, որ մենք փողոց դուրս գանք կամ մեր աջակիցները։ իրանք այդ պահով իրանք մնացին բանի տակ, էլի, ոնց որ մտածում են հեսա փողոցա դուրս գալու հանրությունը լցվելու է փողոցները Երևանը կատվածը հարարինելու, պարզա դա այնտեղ առաջին, չգիտեմ, առաջի համար էին տվել ժողովրդին, տարբեր իրավապահ կառույցների անդամների, ծառայողների, բայց Արման ջան, այս մի հարցի մասին էլ խոսենք ու երևի այսքանով եզրափակենք, որպեսզի մեր հետևորդներին շատ դավադիկ չանենք։ Հիմա տես, իրավիճակը սենց է։ Օրինակ, ես երեք լսեցի պարոն Կարապետյանի հարցազրույցը, այսինքն լրագրողների հարցերին էր պատասխանում դատարանի դրան առաջ կանգնած, պարոն Կարապետյանը մի այսպիսի լավ բան ասաց, որ այս մարդիկ սենց տնենց ոչ լեգիտիմ են։ Նիկոլենք ոչ լեգիտիմ են։ Իդեպ Նիկոլը հենց առաջի օրվանից է եղել ոչ լեգիտիմ, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հրամանագիրը ստորագրել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, որը իրավունք չուներ դառնալու մեր երկրի նախագահ։ Ինքը լինելով 2-3 երկրի քաղաքացի, թաքցրել էր այդ փաստը եւ աշխատում էր Հայաստանի Հանրապետության նախագահ։ Այսինքն բայց դա չխանգարեց 8 տարի իշխանություն։ Հասկացա, բայց Նիկոլենք հիմա ոչ լեգիտիմ են եւ իրանք 50+1-ի շեմը չեն հաղթահարել եւ այդ պարոն Կարապետյանը ստացվում է առաջարկում էր, որպեսզի Նիկոլը մեր հետ միասին գնա երկրորդ փուլի կամ երկրորդ փուլ, կամ էլ անվավերեք ճանաչում։ Մեր կողմից արդեն խմբակցության կողմից դու արդեն գիտես, որ ներկայացված է դիմում կենտրոնական անձնական ժողով անվավեր ճանաչելու ընտրությունները։ Հիմա երկու տարբերակ կա։ Կամ պետք է անվավեր ճանաչենք, կամ պետք է գնանք երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը ինձ թվում է այսօրվա իշխանություններին ձեռ չի տա, որովհետև այն փոշիացրած ձայները, որոնք այն նրանք արդեն անգամ իրաց գրպանային կուսակցությունները, որ ընդդիմադիր են աշխատում իբրև թե, անգամ այդ չգիտեմ, այնտեղ Վազգեն Սարգսյանի տան անդամը կա, այն մի հատ տղա կա, ինչ Արման Բաբաջանյանը, դա այն մյուսի անունը չեմ հիշում, խարենքան մարդիկ կային։ Աֆրիկայից մի հոգի կար եկել էր sense մեծ պիջակով որ գնացել էր մեկը հիշում ես այդ չեմ հիշում դա մեկը չեմ դարձել բան այդ Arthur Brothers անունը արտակա այդ չեմ սխալվում սրանք էս ամեն մեկը որ եկան մտան այս թեմայի մեջ դա դարձավ են որ ես ինքս արդեն պրոգնոզ արել էի որ սրանք ձայն փոշի հասնողներ են ու ավելի շատ հիմա 20%-ից ավել ձայն է փոշի հասվել որը իր կոնկրետ նշանակությունը կառավարում ունենալ հիմնական ընտրության արդյունքների վրա։ Արման ջան, ինչ ասեմ, շատ լավ է որ տրամադրությունները ստեղն է, ինչպես ասում են, ուժեղ հանդարտ քայլերով գնում ենք առաջ եւ ես համոզված եմ, որ մի փուլում մեր հանրությունն է հասկանալու, որ Նիկոլենք ամենավատ ու ամենաարդար բանն էին, որ կարող մեր հետ լինեին, արդարնել ճակերտների մեջ, քանի որ շատ ինչ որ կարմիր գծեր անցան եւ շատ կուզենան որ մեր հանրությունն էլ մի փուլում հասկանա որ այս մարդիկ մեր երկիրը բացի պրավալից, բացի հետ տնելուց ոչ մի լավ բան չեն անում։ Քո հետ համամիտ եմ, բայց մի նշում էլ անեմ, ինչեւ մեր եթերի ավարտը, հա, շատ կարեւոր բան է որ մեր հայրենակիցները իմանան, որ այսօր մեծամասնություն այսօր իշխանությունը չի կազում, դա ինչ է նշանակում, որ նրանք չեն կարող սահմանադրություն փոխեն, որը խոսք են տվել հարևան երկրի Ալիևին, հա, առաջնորդին ու դրա համար ցնցումների մեջ են իրանք։ Ասեմ քեզ, ես մի հատ sense վատ կանխատեսում ունեմ, եթե սրանց մոտ չստացվի այդ ԲՀԿ-ին վերջնականապես հանել արանքից, որպեսզի ունենան այդ սահմանադրական ինչ-որ մեծամասնություն կամ ինչ-որ մի բան։ Այդպես ինչա կատարվելու։ Նիկոլը գնալու է հանրակրվեի սահմանադրական փոփոխությունների։ Արդեն անոնս արել են, որ տեքստը պատրաստ է, բան Սրկուի Գալյան, բան այդ իրանց կուտոկի ժողովուրդը Եվ հետո եթե անգամ սահմանադրական հանրակրվեում էլ չկարողանան բան անեն, փոխեն ինչ-որ մի բան, Ալիևի պահանջները կատար ասեն։ Այս դեպքում դե պարզ է, իրանք իրար հետ փոքրուց մոտիկ են։ Մի հատ երկու հատ կկրակեն,
ասի ժողովուրդ պատերազմ եք ուզում, բան ըսկում ենք ու Իդեպ հիշում ես, հա, որ մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանը խոսք տվեց։ Հա, Եթե մենք մեծամասնությամբ այո, տենց տեսանյութը կա, տեսել ենք։ լինելու է պատերազմ։ Այո, աղետալի։ Աղետալի։ Հիմա հետաքրքիր է, սահմանադրության մեծամասնություն չեն կազմել։ Սեպտեմբերին պատերազմ լինելու է, թե չէ։ Ես իրենցից ամեն ինչ հավատում եմ։ Դե բերեք Աստված առաջ, հա, Աստված որ մեր հայրենիքում չլինի պատերազմ, դրանից հետո հա։ Ես ինքս եմ պատերազմը ամենավատ, ամենադաժան բանն է, բայց մի բան էլ ասեմ, սրանք մեզ որ ասում էին պատերազմի կուսակցություն բան, ես միշտ ուզում եի սրա մասին խոսել, խոսքը բացվեց հիմա ասեմ, ես երբեք չեմ համարել մեզ պատերազմի կուսակցություն։ Ընդհակառակ, ես միշտ ասում եմ, մենք պատերազմից չվախեցողների կուսակցություն ենք։ Մենք չզիջող կուսակցություն Այո, ենք։ պետք չի վախենալ, ժողովուրդ ջան, հարգելի ընկերներ ջան, հարգելի հայեր ջան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ջան, Սփյուռքի մեր հայրենակիցներ ջան։ Ես իրոք շատ ուզում եմ, որ մեր երկրում ամեն ինչ լավ լինի, ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ ուժեղ եւ ճաշակով լինի։ Նա շատ թույն տեղ ենք գտել, նստածեինք, բայց չեմ Բնության գրքում չեմ ասում յասամանի ծառի տակ, քանի որ յասամանի ծառեր չկան, ինչ ասեմ, լավ մնացեք, ձիգ եղեք, քիչ վնասներով ոչ աշխատանքային օրեր բոլորիս, հանգստյան օրեր, տեսնենք վաղը գտնելիս ինչ ա գալի, լավ մնացեք։ Մեր հարգելի հայրենակիցներ, ձեզ հաջողություն եմ մաղթում բոլորիդ, հստակ իմացեք, որ ձեր ձայները կորած չեն, մենք պատասխանատվություն ենք կրելու մինչև վերջ, եւ մենք միասին հաստատ ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Ձիգ մնացեք։